էլի հղմանելով Մեսրոպ Մաշտոցի ընկալել խոսքի բարդ դարձվածքները արտահայտությանը, ուզում եմ անդրադառնալ խաղաղության և պատերազմի թեմային վերջին շրջանում իմ կողմից արվող շեշտադրումների տեսակետից։ Հիմա տեսեք, հայաստանյան իրականության մեջ, երբ որ տարբեր տեղերում, տարբեր առիթներով խոսք է գնում, ասում ենք Արցախի հանրապետություն, ասում ենք Արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք այս խոսքի բարդ դարձվածքները, ինչի մասին է խոսքը։ Այսինքն խոսքը ունի արժեք և խոսքը ունի հետևանք, խոսքը գործողություն է կամ գործողության պլան։ Երբ որ այս արտահայտությունները օգտագործում ենք, մենք պետք է հասկանանք, հետո հաջորդը ինչ, որն է դրա հաջորդ քայլը։ Չկա պարզապես որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունը հնչում է, լինի դա եկեղեցու խորանից, լինի դա, չգիտեմ, գիտական տրամաբանության, լինի դա հանրային տրամաբանությամբ, լինի դա որևէ այլ տրամաբանությամբ, որ ինքը չբերի կոնֆլիկտի։ Ինչ-որ մի պահի, ես չեմ ասում վաղը կամ երկուշաբթի, բայց ինքը մի պահի բերելու է կոնֆլիկտի։ Եվ մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը։ Եվ մանավանդ որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ։ Խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, եւ ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում են այս տրամաբանության տակ։ Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել։ Եվ ընդ որում 2020 թվականից առաջ էլ էր պատերազմն, չէ, որ պատերազմ չէր։ Մենք խաղաղություն այնքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր սկսում ենք տարբերել։ Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Մենք ասելով ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի։ Եվ ժողովուրդը առջկա ընտրություններով պետք է ասի, մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը, թե չի շարունակում։ Որտեղ եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, այդ նշանակում է, որ Կտրիչ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի, եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակենք։ Երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի։ Ընդ որում ավելի լայն շրջանակում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետև անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինքը մի կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք ասում ենք, որ ոչ թե պետություն ենք ստեղծում, ոչ թե այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Հայաստանի համար։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Եվ առաջիկա ընտրություններում, եւ ինչի առաջիկա ընտրություններում, ամեն օրվա հանրային քաղաքական կյանքում այս հարցով մենք պետք է որոշում կայացնենք։ Ես հստակ ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, մենք չպետք է դա շարունակենք։ Մենք չպետք է դա շարունակենք։ Ընդ որում հիմա գիտեմ, էլի կասեն ու դեմ չեմ թող կասեն, բա այն ժամանակ Ղարաբաղի հետ կապված ինչ էիր ասում, չգիտեմ ինչ հետ կապված ինչ էիր ասում։ Այո, ասում էի եւ դա ցույց է տալիս, որ ես այդ իրականությունից կտրված չեմ եղել։ Ես այդ իրականության դեմ չեմ եղել, ցույց է տալիս, որ ես մաքսիմալն եմ արել այդ օրակարգերի համար,
Եվ դրա համար է, որ մեջբերում եմ Աստվածաշնչի այդ կտորը, որը գրել են, որովհետև անգիր չեմ հիշում։ Եվ ստեղ էլ խնդրում եմ այս խոսքի բարդ դարձվածքները ընկալել, որովհետև չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այն ինչ որ եղել է, արդեն եղել է։ Իսկ մեջբերում հետևյալն է, ձեզ համար փող հնչեցրի, բայց դուք չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոց չարեցիք։ Խոսքը նրա մասին է, թե ես ինչի մասին եմ խոսում 2018 թվին, 2019 թվին, եւ այդ նույն մարդիկ ինչպես էին արձագանքում դրան, ինչպես էին արձագանքում դրան։ Բայց այսօրվա եւ այս պահին եթերի իմաստը շատ հստակ է։ Խոսքը ունի ուժ, խոսքը ունի հետևանք, խոսքը ունի բովանդակություն եւ խոսքը իր մեջ գործողություն ունի։ Եվ երբ որ նրանք ովքեր ասում են ամենաանմեղ բան ձևերով վերադարձի Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունք եւ այլն, Ադրբեջանն իր հերթին ասում, մենք էլ ունենք մարդիկ, որ վերադարձի իրավունք ունեն, դուք էլ գիտեք ինչ անուններով են դա անվանում, ես հիմա չեմ ուզում այդ ամեն չգտնեմ։ Մենք պետք է այս միջավայրը հասկանանք եւ բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր ֆիքսել ենք եւ ունենք խաղաղություն։ Հետևաբար յուրաքանչյուրը ոչ մեկ չի խուսափելու այս ընտրությունից, ոչ մեկ։ Եվ նրանք, ովքեր գնալու են ընտրությունների, եւ նրանք, ովքեր չեն գնալու ընտրությունների, եւ նրանք, ովքեր այս մոտիվով են քվեարկելու, եւ նրանք, ովքեր այս մոտիվով չեն քվեարկելու, ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չենք շարունակում։ Եթե շարունակում ենք, դա պատերազմ է։ Եթե չենք շարունակում, դա խաղաղությունը ամեն օրվա հետ ուժեղանալու է եւ անկախությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, ինքնիշխանությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու, Հայաստանի Հանրապետությունն է ամեն օրվա հետ ուժեղանալու եւ ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից։ Շնորհակալ եմ։